կուսակցության երթերի անդամներից այդ առումով, որպեսզի նաև իրեն քաղաքական որպես փորձառություն, գիտեք որ վճարովիչի հանրային հիմունքներով օգնական են, ես իրան ընդունել եմ իմ։ Բայց երբ եք ընդունել, գիտեք։ Ամիսներ առաջ, ասենց ասեմ, էլի։ Ազգային ժողովում նրանք չեն։ Դե հանրային հիմունքներով օգնականը ամենօրյա աշխատանք չի, որ պետք է անընդհատ գնա գա, ես ունեմ նաև այլ օգնական, այդ մասով բանը, ինքը նաև ունի իրավաբանական կրթություն, այդ մասով ինքնես համակարգել թե դուք եք առաջարկել։ Ընդհանուր խոսակցության ժամանակ որոշում կայացած, բայց դա ինչ խնդիր կա։ Երբ որ տարածվեց այս խոսակցությունները պատարակի մասնակցությունների կապված, դուք ինչպես վերաբերվեցիք այդ խոսակցություններին եւ իր հետ զրուցել եք օրինակ այդ առումով, որովհետեւ շատ է քննարկում իր դաջվածքը, գուցե զրուցել եք ինչ որ բան ասել եք այս առումով։ Ես մարդկանց կրոնական կողմնորոշմանը եւ այլն աշխատում եմ չմանրանամ, պահանջներ առավել եւս չներկայացնեմ, որովհետեւ մենք ապրում ենք սահմանադրական երկրում եւ ոչ թե կրոնական երկրում։ Դաջվածքի մասով ես դաջվածների դեմ ոչինչ չունեմ։ Այլ խնդիրը որ հա կարող է կրոնական տեսանկյունից Աստծո արարչագործություն որպես մարմինը պետք չի փոփոխել եւ այլն, բայց կներեք այդ դեպքում բոլորս պետք է խոսենք օղերի եւ այլնի առկայությունից sense դրա համար աշխատում եմ չմանրանամ կրոնական մասով ես երբեք այդ քննարկում չեմ ունեցել իրանց գործառույթն այդտեղ իրավական որևիցե բան չկա որ ես անհանգստանամ իսկ որպես հասարակական Աստի իրավական հարցերով շատ հաճախ նամակներին պատասխան տալու շատ հաճախ ինքնից կապ հաստատելու համար իրան են դիմում երբեմն այսքան ոչ թե ուղիղ նամակ են գրում, այլ իր հետ են կապ հաստատում։ Ինքը արդեն այս ընթացքում 2-3 գործ, որը չեմ կարող բացատրել, որտեղ մարդկանց անձնական խնդիրներ ա եղել, օրինակ իր միջոցով այդ ինձ ասել եմ մենք իրար հետ ենք անցկացրել այդ ամենը։ Իսկ փաստորեն այդ պատարակի մասնակցությունից հետո է որոշվել որ Չէ, ինձ շատ վաղուց այդ առնով։ Իսկ մինչև այդ պատարակին մասնակցելը դուք գիտեք, որ նա ընդհանրապես պատարակների է մասնակցում։ Չէ, դե դա մասն է, ես մարդ ինձ հետաքրքիր, ընդհանրապես կրոնների մասին խոսակցությունը ամենավտանգավոր խոսակցությունն է, որ կարելի է ունենալ մարդկանց հետ, հա, որովհետև մարդու շատ նեղ անձնականն է եւ այդտեղ շատ հեշտ է վիրավորել մարդուն, դրա համար ես աշխատում եմ մարդկանց հետ չխոսել իր կրոնական կողմնորոշումներից, ճիշտ լինելուց, սխալ լինելուց եւ այլն, ուտվել եմ ասում, որովհետեւ իրավական Ձեր թիմը հավատաքննիչներ են դարձել, մեր թիմը հավատաքննիչներ չեն դարձել, մեր թիմի եւ հոգեբան այն անձինք մեր թիմից, ովքեր իրենց համարում են հայ առաքելական եկեղեցու հետևորդ, անհանգստացած են հայ առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան պաշտոնյաների պահվածքից եւ իրենց հետ կապված որոշակի տեղեկություններ։ Պարոն Պասկալյան, դուք տեղեկություն ունեք նախքան Հովանավանքի հայտնի պատարագը։ Ինքը որպես դպիր ծառայություն երբևէ մատուցել է եկեղեցում, պատարագներ մատուցել։ Չեմ խոսել, ես նույնիսկ նյութից եմ իմացել, որ ինքը ձեռնադրվել է Նավասարդ Պետրոյանի կողմից, իսկ ավելին չեմ խոսել, որովհետեւ ելի եմ ասում, որևիցե իրավական այդտեղ բան չկա, որևիցե սահմանափակում չկա եւ ես իմ օգնականին իր կրոնական դիրքորոշումներով կամ առավել եւս դաջվածքի կամ բանի հետ կապված որևիցե մեղադրանք առավել եւս քննության առարկա դարձնել այդ ամեն ինչը ես ինձ թույլ չեմ տա։